ոնց էր վիճակը մինչև այդ արտահայտությունը ու ոնց սկսեց փոխվել դրանից հետո։ Սա ուզում եմ որ բոլորը վերջնականապես հասկանան։ Լի այդ խողովակներով եկած որոշումը տենց արհամարում ենք։ Մոտավորապես 10 միլիարդ դոլարի մասին ենք խոսում։ Ես ու Նարեկը պետքա ձեզ մինչև կյանքի վերջ ինչ-որ տենց հատուցենք։ Դա բացարձակ սուտ է։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստներ, շնորհակալություն, որ լսում եք բոլոր ոդկասթային հարթակներում, դիտում եք YouTube-ում, լայքեք, բաժանորդագրվեք ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Այսօր մեր հյուրն է Հեցի նախկին տնօրեն եւ մեր ձեւով շարժման անդամ Դավիթ Ղազենյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ սկսենք հասկանալ, որ փուլում է Հեցի գործը, եթե այսպես կարելի է դա անվանել։ Կամ սպասի, ես առաջական մի քիչ ավելի նախապատմական սկսենք, ոնց Ինչու էլեկտրական ցանց է։ Չէ, ոնց Թոմաս Էդիսոնից սկսենք, չէ։ Ուրեմն 2000 այս տարվա ամառվա հունիսից սկսեց զանգվածը դուրս գալ ջրի երես։ Ոնց էր Հեցի աշխատանքը միջև այդ ու արդյոք կար ինչ որ տես սիմպտոմներ, կարմիր դրոշակներ, որ զգում եք, որ հեսա ինչ որ բան նիտո է ալնելու։ Թե դա եղավ հենց ոնց որ մենք տեսանք, հա, մեր ձևով արտահայտություն եղավ ու հետո սկսվեց ու գնաց ու ոնց խլեցին։ Ոնց էր վիճակը մինչև այդ արտահայտությունը ու ոնց սկսեց փոխվել դրանից հետո։ Ես աշխատում եմ Հեցում Սամվել Կարապետյանի ձեռքբերման պահից, միջև այդ եմ աշխատել իհարկե, եւ պետական լիազոր մարմինների հետ, այսինքն տարածքային կառավարման նախարարություն, որի մեջ մտած էներգետիկան իմիջիայլոց շատ սխալ որոշման արդյունքում էներգետիկայի նախարարությունը վերացրեցին եւ դարձավ այսպես խառը նախարարություն, ՏԿ-նա կոչվում, հա։ Եվ անկախ մարմին գոյությունի հանրային ծառայությունների կարգով հանձնաժողով, որը իրականում թղթի վրա անկախ է, այսպես ասեմ, մենք ամենօրյա աշխատանք ենք տարել իրենց հետ տարբեր, այսպես, եւ թերությունները շտկելու, եւ խնդիրները լուծելու, ընդհանրապես թվացել է, որ ինձ ամենայն դեպս թվացել է, որ կա այդ նպատակը, որպեսզի շտկվեն թերությունները, ոչ թե թերություններ, այսպես արհեստական ստեղծեն։ Եւ միջև 18 թվականի հունիսի 18-ը, միջև Սամվել Կարապետյանի հայտարարությունը, ես մի քանի 18 ասացիք ոնց որ հունիսի 18-ի հայտարարությունը։ Այս տարվա։ Այո, 25 թվականի այս տարվա հունիսի 18-ի հայտարարությունը որևիցե ակնարկ, որևիցե այսպես գոնե ինչ որ քայլ կամ ինչ որ խոսք, որ մենք կարող ենք հասկանալ, իսկ մենք շատ լավ ենք ամեն ինչ հասկանում եւ տողատակերը շատ լավ ենք կարդում, չի եղել ուղակի։ Այն ինչ իշխանությունը փորձում է համոզել իբրև թե իրենք վաղուց էին սկսել այդ գործընթացը, դա բացարձակ սուտ է։ Ասում են, որ տնօրենների խորհրդի նախագահի հետ հանդիպումներ են եղել, միշտ է եղել այդ հանդիպումները, միշտ։ Լույս անջատումներ էին ելնում այդ Լույս անջատումներ հիմա էլ կան շատ ավելի վատ, ուղղակի հաշվի առնելով, որ իշխանությունն է կառավարում, ոչ հանձնաժողովը, ոչ ՏԿ-ը, ոչ իրավապահ մարմինները բնականաբար չեն զբաղվելու դրանով։ Ես հիշում եմ ձեր ասացում նաև ասացիք, որ միջև այդ ինչ որ զեկույց էր եղել, որտեղ դրականն էին գնացել միջև այդ պահը։ Հա, միած։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ամեն տարի ընդունում է Հեցից ներդրումների ծրագրի առաջարկ եւ տարվա վերջում հաստատում է եւ տարվա վերջում ընդունում է այն։ Այսինքն ունի բացառիկ իրավունք ներդրումների ծրագրով փոփոխություն եղած, չեղած, կատարված կամ գնում արված յուրաքանչյուր, այսպես գնումը ուղղակի չընդունել։ Հաշվի առնելով օրինակ գինը, հաշվի առնելով դրա, չգիտեմ, օրինակ գլխավոր տնօրենի համար Rolls-Royce են առել։ Ինքը իրավունք ունի դա չընդունել, ընդཐུպ միջև գրիչը։ Ասում է, ես այս ծախսը չեմ ընդունում։ Ընդཐուպ միջև առանց հիմնավորելու։ Հիմա եթե տարիներ շարունակ հանձնաժողովը ընդունել է եւ այս նույն հանձնաժողովի նախագահը, երբ որ անցած տարի ընտրվում էր ազգային ժողովում, իմիջիայլոց ասեմ, ընդդիմադիր падգամավորներն էին Հեցի հետ կապված վատ հարցեր տալիս այսպես։ Իշխանական падգամավորները, որից ձև չեն, այսպես մտահոգություն չեն հայտնել Հեցի հետ կապված, հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ խնդիր չկա։ В общем, այդքան վատ չէր, ոնց որ ներկայացնում են, բայց ամեն դեպքում մենք դժգոհ ենք որպես վիճակը Հայաստանում
Լավ, sense մենք տեսնում ենք, որ լիքը նոր շենքեր են կառուցվում ու դա ինձ թվում է ձեր համար պետքա խնդրեմ եղածներ։ Ու դա այտենց ձրագնդիկի նման մեծանում էր։ Բասե, խիստս մասնավորից գանք։ Okay. Քանի arm comedy եթերից ուշացնա լույսերը գնալու պատճառով։ Բաբա պատասխան տալու մեր ուշացման։ Տեսեք, մի հատ շատ པարզ օրինակ բերեմ, որպեսզի պատկերացնեք, 2015 թվականին, եթե չեմ սխալվում, 6000-ի կարգեր նոր միացումների հայտերը, 2015, այսինքն ձեռքբերելու նոր շենքեր Կարապետյանի։ Նոր միացումը, այսինքն նոր բաժանորդ է ձևավորվում։ Անձը կամ իրավաբանական անձը գալիս են, ասում են մենք բաժանորդ դառնանք, այսինքն նոր միացում։ 2025 թվականին 14000-ի մոտ է եղել։ Գիտեք, այդ դինամիկ, այսպես ասած, իմ համար էներգետիկայի առումով ոչ դինամիկ զարգացման առումով ասում, այսինքն մենք հասցրել ենք հետևից։ Ոչ թե ինֆրաստրուկտուրան ստեղծվել է հետո նոր, չէ, ոնց է լինում ընդհանրապես նորմալ զարգացած երկրներում, լինում է ճանապարհը, լինում է լույսը, լինում է գազը, չգիտեմ, ջուրը եւ այլն, հետո նոր այդտեղ արդեն նախագծեր են արվում եւ այլն։ Մենք այսպես շատ ված չհնչի վազելով հասցրել ենք դրա հետևից։ Եվ այստեղ կա նաեւ մի խնդիր ազատականացման հետ կապված, օրինակ գազը ինչպես է, գազը գնում դիում են, ստանում են տեխնիկական պայման, այսինքն սնման կետ, ինչքան հզորությունով, գնում են դիում են ինչ-որ մասնագիտացված ընկերության, լիցենզավորված եւ այսպես իրար մեջ են լուծում այդ քաշելու հարցը։ Մեզ մոտ այդպես չի։ Մեզ մոտ դիում են հեցին, հեցը պետք է ինչ-որ մեկ այդ պայմանագիր կնքի եւ այդ ամբողջ այսպես ծանրությունը ընկնում է հեցի վրա։ Բազմաթիվ անգամ խնդրել ենք, որ թույլ տվեք, որպեսզի մեր մոտ էլ ազատականացվի։ Այսինքն գան դիմեն, գնան իրենց գործանեն, մենք դրա հետ կապ չունենանք։ Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ ասեմ, 16-24 թվականի ներդրումային ծրագրից, պատկերացրեք, ներդրումային ծրագիրը հաստատվում, որտեղ 77 միլիոն դոլար է դրվում ի սկզբանե որպես նոր միացումների գումար, որ հեցը պետք է դնի, այնտեղ տարիների ընթացքում հետ ստանալու այսպես ակնկալի։ 147 միլիոն դոլարով ավել է դրել, քան նախատեսված էր 16-24 թվականին։ Ու մեկը չի հերիքել։ Հերիքել է, ոստեղ ուրիշ խնդիր կա։ Այդ 147 միլիոն դոլարը վերցրել ենք ներդրումային ծրագրի այլ հոդվածից։ Այն է հիմնական վերանորոգում, պլանային նորոգում եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե այդ որոշումը ճիշտ կայացվեր, 147 միլիոն դոլար կգնար ոչ թե նոր միացումների վրա, եղածը հզորացնելու, այլ եղածը այսպես թերությունները վերացնելու, հիմնական աշխատանքներ կատարելու, ոչ թե վերանորոգման, այլ ամբողջությամբ վերափոխելու։ Եվ այս ամբողջը, այստեղ անկեղծության խնդիր կա, անկեղծ չեն։ Խափում են աջ ու ձախ։ Ինչպես կառավարման ոլորտում բոլորս տեսնում ենք տարբեր ձևերով ինչպես են մանիպուլացնում, խափում։ Այստեղ էլ կա նույնը։ Իրենք բոլորը դա գիտեին։ Այն ժամանակ Սամվել Կարապետյանը, գիտեք այդ պատմությունները, խնդրելու, իր չհամաձայնվելու, անգամ Նարեկը Կարապետյան այսպես նեղընտանեկան մի զրույց էլ հրապարակեց, որ քննարկվել է վերցնելու ժամանակ, խայտարակ վիճակ էր հեծում։ Խայտարակ, ընդհանրապես մնացել էր 2-3 ամսվա կյանք եւ Հայաստանի ամենամեծ աշխատատեղ, շատ աշխատատեղ ունեցող ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունը գնում էր սրանք։ Դա ես ձեզ ասում եմ ամենայն լրջությամբ, ամենայն պատասխանությամբ, խոսքը Էլեկտրիկ Երևանից հետո այդ ժամանակահատվածի մասին էր։ Սամվել Կարապետյանը, երբ որ դա վերցրել է, Սամվել Կարապետյանը չի ակնկալել, որ ինքը փող չի դնելու։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, կրկնվում եմ, որ գոնե ինձ հետ զրույցում ասում էր, որ ինչքան ես պետք է դնեմ։ Շահույթի մասին բացարձակ խոսք չի եղել, ասում եմ, ընդհանուր այսպես 0-0 կանգնելու մասին խոսք չի եղել։ Բայց դե միջով ինչ որ կետը, չէ։ Չէ, տեսեք, վիճակը, չէ։ Շատ թույն բիզնես է լինի։ Բոլորը բաժանորդագրված։ Ներողություն, Հələ մեզ բոլորը բաժանորդագրվեին։ Ներողություն եմ խնդրում, ինքը այսպես թույն դարձավ որպես այդպեսին։ Իրականում այն ժամանակ դա ձեռք չի բերվել որպես բիզնես։ Իմ ասածը դա է։ Երբ որ պետությունը խնդրում է հայ մեծահարուստի ձեռնարկատիրոջը բիզնեսմենին վերցնել մի բան, հավատացեք, որ բիզնեսը շահույթով աշխատող ոչ մեկի չեն խնդրում որ վերցնի։ Հակառակ խնդրողներն են շատ լինում։ Իր պարագայում, այստեղ դա եւ երկրորդ խնդիրը կար։
ում տալ այդ ամբողջը։ Ով կհամաձայնվի A գումար ներդնի իր գրպանից, միգուցե տասնյակ տարիներ, եւ ամենակարևորը հայտարարի, որ չի բարձրացնելու սակագինը։ B տալ այնպիսի մարդու, ու հաշվի առնելով, որ դա ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություն է, տալ այնպիսի մարդու, որը 0% ռիսկայնություն պարունակի իր մեջ։ Պատկերացրիք ինչ առումով եմ ասում։ Չի կարելի այս ընկերությունը տալ թուրքական, ադրբեջանական 10% ռիսկ կասկածելիություն ունեցող ինչ որ անձի կամ ընկերության։ Այսինքն այդտեղ էլ կար այսպես խնդրեմ, ում պետք է տալ, ինչ ընկերության։ Ինձ թվում է այս հարցը բավական պարզ է, այն որ ստեղ կա քաղաքական կոմպոնենտ ու հիմա այդ խլելու հարցում էլ կա քաղաքական ոչ թե կոմպոնենտ, այլ շատ մեծ Ամբողջովին քաղաքական։ Պարզ է։ Հիմա փորձենք հասկանալ փխրունությունը, հա, մեղադրանքի կամ խոցելի տեղերը, որն է ամենաշոշափելի մեղադրանքը ձեզ, չգիտեմ, այնտեղ յուրացումներ սեփական տաշիրի ընկերությունների հետ չափազանց համագործակցություն, վարկեր կարայք շուտ մարեիք, չեք մարել ավելի շուտ վարկերը։ Database-ը, ինչը խի կորավ database-ը, հետո չնայած հայտնվեց, այդ որն է դրանցից ամենասուր մեղադրանքը ձեզ սիրած մեղադրանքը, ասենք։ Ճիշտ որ ասեմ, 6 կետով են մեզ մեղադրել, 6-ով էլ լիցենզիայից զրկել են։ Հերթով անդրադառնամ։ Օրինակ այդ բազաների հետ կոչված, այդ կորած բազաների։ Կա տեխնիկական խնդիր։ Հունվարի սկիզբ, այսինքն նոր տարուց հետո, պարզում ենք, որ բազաներում կա խնդիր։ Այսինքն այդ ավտոմատացված համակարգը, որ մենք ներդրել ենք, որ բոլորը կարողանում են տեսնել իրենց հաշվիչի աշխատանքը եւ այլն։ Այդ բազաներում խնդիր կա, այսինքն տվյալները կորել են։ Անվտանգության տնօրենի պես գլխավորությամբ ստեղծվում է խումբ եւ սկսում են ուսումնասիրել։ Հաշվի առնելով, որ այնտեղ, եթե չեմ սխալվում, մոտավորապես 40 դոստուպ էսպես կա, ովքեր կարող են այդ բազա մտնել, ու դա շատ նորմալ է, որովհետեւ այդ ավտոմատացված համակարգի հետ աշխատում են եւ մասնաճյուղերը եւ գլխամասը։ Եվ Մոսկվայի այն ընկերությունը պետք է դոստուպ ունենա, որը այսպես դրել է այդ իրենցով ենք մենք այդ համակարգը ստեղծել։ Իրենք են ներդրել այդ համակարգը։ Ու հանձնաժողով աշխատում է, ես էլ եմ մասնակից եղել այդտեղ, մենք այդ մեր IT ոլորտի մասնագետներին, տեխնիկական տնօրինության մասնագետներին հրավիրել ենք, այսպես կոպիտ չհնչի, հարցաքննել, ինչ եղավ, ոնց եղավ Մոսկվայից, եւ հաշվի առնելով, որ մտել է փակուղի, անվտանգության տնօրենը հրամանով կասեցրել է այդ գործընթացը։ Հանձնաժողովը ասում է փետրվարին մենք այլ մոնիտորինգով եկանք, այլ գործով եկել ենք հեծ։ Պարզեցինք, որ դա չկա։ Եվ լռում են մինչև օգոստոս, այս ինչի համար եմ սա ասում, որովհետև այն ժամանակ իրանք հասկացել են այդ խնդիրը, ուղղակի լռել են, որ տեխնիկական խնդիր է։ Բայց այսօր պետք է դա օգտագործել, կառավարիչ ուղղակի եւ ամենակարևորը կառավարիչը ինչ է անում։ Այն աշխատողները, ովքեր պոտենցիալ մեղավորներ կարող են լինել, այսօր դեռևս աշխատում են հեծում։ Չեմ մեղադրում ոչ մեկին, բայց այսպես լոգիկան Հիմա ես հարց եմ տալի հանձնաժողովում, կառավարիչը ասում եմ, ինչի չի զբաղվել, ինչի է բերել մեր հունվարի 13-ի արձանագրություն, այսինքն մենք վատն էինք, մենք հանցագործ էինք, մյուս էինք, ինքը իր ծառայական քննությունը ինչի չի անցկացրել այս քանի ամսվա ընթացքում։ Ինչի դատախազությունը չի այսպես չեմ կարծում, որ դա այսպես դարի գործ է, շատ դժվար է բացահայտելը։ Իրենք ծառայական քննություն են արել, հասկացել են, որ ոչ մի նոր բան չկա, չեն ուզեցել իրենցով փակեն, բերել են մերը եւ մինչդեռ չեն բերել տնօրենի կասեցման հրամանը, որ փակուղի մտե կասեցրել է։ Բերել են մի հատ արձանագրություն, որտեղ այսպես անվտանգության տնօրենի մակագրությունը չկա, չի գնացել գլխավոր տնօրեն, այսինքն չփակված է։ Չէ, իր պատասխանն է հետաքրքիր, որ ասեցիք, որն է իր արձագանքը ձեր Ոչ մի արձագանք չկա։ Իմիջիայլոց ասեմ, այդ հանձնաժողովի նիստում արձագանք շատ ազատ էր իրեն զգում, չնայած ես կարծում եմ, որ այդտեղ ներկա լինելու այսպիսի բան էլ չկար, կարող է ուղղակի որպես դիտորդ ներկա լինել, բայց շատ կենտրոնում նստած, անգամ այնտեղ տեղի խնդիր կար, եթե հիշում եք, բանը քաշշոցի համար հասավ այդպես մոտարապես 30 տարվա հանձնաժողովի կարգ էին այսպես փոխում, որ միշտ կողմը նստում է այսպես, որտեղ մենք նստեցինք իրականում, դիմացը հանձնաժողովի աշխատակազմը եւ հանձնաժողովը դե արդեն իր տեղում որոշել էին փոխել, ստացվեց բնականաբար։ Շատ ակաշկանդ, աչքով, ունքով, մյուսով կառավարում էր այդ process-ը հանձնաժողովի։
այդ իրենց հայտարարությունները, որ 3 օր այսպես մենք բաց քննարկեցինք, ինձ թվում է ովքեր դիտել են շատ լավ կպատկերացնեն, որ դա մենք ենք թելադրում, այսպես ասած, մեր եւ ինչու նաեւ ոչ նաեւ վեճերով, արգումենտներով, որ չեք կարող այդպես արագ վերջացնել, վերջնաշով չի կարելի։ Իսկ մեր խնդիրը իրենց ինչ որ բան ապացուցելը չէր, իրենք շատ լավ գիտեին դա։ Բազմաթիվ անգամ եւ ես եւ մեր կողմի մնացած այսպես մեր ընկերներ, գործընկերները դիմել են ժողովրդին։ Հիմա բազայի հետ կապված ունենք այսպիսի իրավիճակ։ Բազայի կորելու հետ կապված չեմ կարծում, որ ինչ որ մեկը գալու է ասի, գիտեք, ես 21 թվականին նոր հիշել եմ, որ ես 21 թվականին ծախսս մի քիչ են չէր։ Պատկերացրեք, չէ՞ ինչի մասին է խոսքը, այսինքն այո, խնդիրը կա, դեմ չէ։ Բայց հայտարարել, որ մի, գիտեք, այս իշխանությունը մի այսպիսի գործիքակազմ ունի, որ իմ կարծիքով նորմալ չի։ Ինչ որ նախադասություն ասելուց առաջ ասում են ենթադրաբար, իմ կարծիքով, միգուցե, եւ իրենց թվում է, որ այդտեղ զրպարտություն չկա, սուտ մատնություն չկա։ Այսինքն, իսկ հնարավոր է, որ իրենք փորձում էին կոծկել ինչ որ բան։ Այո, հնարավոր է, միգուցե դրա համար է եղել, այսինքն իրենք իրենց ֆեյքերին, իրենք իրենց թիմին տալիս են այդ Գործիքակազմ։ այո, որ դե դուք գնացեք արդեն քննարկեք, այն վերջի կետին երբ որ հասնում արդեն բոլորն ասում են, ըհը, ջնջել են 100% իրանց բաները, այսպես։ Ինչքանով այս գործի հանգուցալուծման մեջ դեր խաղում հանրային կարծիքը, որովհետև միջազգայինը տեսանք, արբիտրաժային դատարանը հոգուց ձեզ որոշում արեց, ոնց որ թե մեկը գալիս է բախվում է հանրային կարծիքին, հանրային կարծիքները դե նույնիսկ չի որ շատ գոհ են, որովհետև անջատումներ, բայց մյուս կողմից այս բանը չեն հասկանում, որ ինչպես ներկայացնում եք ավելի շատ բեռա, քան տենց շահութաբեր բիզնես, ոնց է օգնում կամ խանգարում կամ չեզոք ստեղ հանրային կարծիքը։ Գիտեք, հանրային կարծիքի վրա, այսպես եթե թողեն ընդհանրապես բոլորը, հանրային կարծիքը ձևավորվի շատ բնական ճանապարհով, ամեն ինչ կլինի նորմալ։ Հանրային կարծիքի վրա ազդեցությունը իմ կարծիքով հայտարարակ մեծ է ու վատ է։ Այսինքն այդ հանրային կարծիք են իրենք գեներացնում են դա, չկա։ Ես էլ եմ, չէ՞, վերջինաշով Երևանում եմ ապրում, Հայաստանում եմ ապրում, իմ տան հոսանքը, չգիտեմ, լուսնից չի, կամ Սամվել Կարապետյանի տան։ Բոլորը այդ խնդիրը, բոլորը շատ լավ հասկանում են, բայց ախր երբ որ իմանաս ինչա լինելու, արդեն կիմանաս ինչ անես, չէ՞, այդպեսի բան կա։ Եթե իմանայինք այսպիսի իրավիճակի առաջ են կանգնելու, 15 թվականին մեծ ռեսուրս կներդրվեր, ֆիլմեր կնկարվեին, բոլոր պաշտոնյաները կխոսեին, որ խայտարակ վիճակա, որ գնում է սնանկ, որ չգիտեմ, ամեն ինչ։ Եվ հիմա բացի շնորհակալությունից ոչ մեկ չէր կարող նեգատիվ հանրային կարծիք ձևավորել։ Չի արվել դա, որովհետև այդ մարդը ռեկլամ չի սիրում։ Ես մի անգամ հայտարարել եմ զոհվածների ծնողների հետ կապված, մենք Միազգային ժողովի падգամավոր հայտարարեց, որ գոնե մի զոհվածի ծնողի օգնեիք, մենք նոր ենք բացահայտել դա, որ 4053 զոհվածի ծնողի մենք այսպես անվճար կիլովատներ ենք տվել 20 թվականի ու 21-ից սկսած, այսպես ասած։ Ինքը չի սիրում դա հայտարարել։ Այդ ամբողջության մեջ է մտնում դա, որ ինքը չի հայտարարել ինչ անում։ Ինքը սկզբից, այսինքն ինչ պետք է աներ, պետքա դուրս գալ եթեր, ասել գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, հիմա ինձ խնդրել են, ես էս հեծը վերցնում եմ, ամիսն մի քանի միլիոն դոլար կակ մինիմում, այսպես դնելու եմ, չի արա, չէ։ Հա, որ իմանանք այս ամեն ինչը հնարավոր կլներ։ Եվ այդ մեղադրանքների հիմքում ոչ մի այսպես գործնական բան չկա։ Ընդհանրապես ենթադրություններ։ Այդ վարկ չմարելնել, բանել։ Ուրեմն ձեզ մի բան ասեմ, իրենք շատ լավ գիտեն, որ յուրաքանչյուր հեծի հետ կապված սա ուզում եմ որ բոլորը վերջնականապես հասկանան։ Ներգրաված բոլոր վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը։ Սակագնի մեջ մտած չի։ 100 միլիոն դոլար կլինի, 500 միլիոն դոլար կլինի, դրա տոկոսը, այսինքն դա իր գրպանից հաներ դներ, թե բանկից բերեր, որևիցե ձև սակագնի վրա չի ազդում։ Այ դա Ռոմանոսը մեզ չասեց։ Ես մի քանի ձեր չի տալի ոնց ասել։ Ինչ վերաբերվում է այսպես վարկային միջոցներ ներգրավելուն։ Եթե աշխարհում կա բիզնեսմեն, որը վարկային միջոցներ չի ներգրավում, Չէ, դա հասկանում ենք, որ դա նորմալ չէ։ Հիմա այս պարագայում մի հատ այսպես հետաքրքիր բան կա, որ վարկայի այսպես գույքը գրավ դնելու
դեպքում պետք է տեղակ պայես հանձնաժողովին եւ ստանաս թույլտվություն։ Խնդիրը դա է։ Մենք երաշխավորել ենք, այսինքն եղել ենք որպես հեծը եղել է որպես երաշխավոր, ինչ որ X ընկերության, X չէ, ընկերության համար այդ երաշխավորության, այսպես բանկետ պայմանագիրը կնքվել է եւ ինքը համարվել է առողջինչ գործարք, որովհետեւ նույն այդ համաձայնությունը չի եղել։ Բանկը չէր գալու հեծը վերցնել բանկի դիմաց, այլ Հիմա մեր փաստաբան օրինակ է բերում, ասում է հարգելիս, լսեք, չեմ ուզում ինչ որ մի այսպես մեծ ընկերության անուն տալ չստացվի, ինչ որ մի շատ մեծ հրդեհ է լինում, այրվում է շատ մեծ կազմակերպություն։ Հետո պարզվում է, որ դա հեծի պատճառով է եղել։ Այդ կազմակերպությունը գնալու է դատարանով փոխհատուցում պահանջի, չէ՞։ Հեծը sense tenants այդ խնդրի առաջ կանգնելու է։ Մենք եւ ասեմ ավելին, եթե գրավ չես դնում, գնա միջև 1 միլիարդ, ինչքան ուզում ես անսահմանափակ վարկ վերցրու։ Դա էլ է աբսուրդ։ Այսինքն այստեղ ասում եմ, եթե ինչ որ բան գրավ պետքա դնես, դու անպայման պետքա հանձնաժողովին հարցնես, մյուս դեպքում ասում առանց գրավ դնելու, եթե վարկ ես վերցնելու, մի հարցրու։ Բայց երկու դեպքում էլ, այն դեպքում ավելի շատ է հեծը պատասխան տալու իր գույքով, անգամ եթե գրավ չի դրել, չէ՞, վերջը վերցնողը հեծն է։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Հիմա մի քիչ ավելի վախենալու բան իմ համար, որպես քաղաքացի, այդ արբիտրաժային պահը, հա, որոշում ընդունվեց, որը ոնց որ չեն կատարում, մինչև այս պահը չեն վերադարձրել։ Հիմա դրա հետևանքը ո՞րն է, ինչ որ եթե այդ վեճը շարունակվում է, չի շարունակվում, եթե շարունակվի դուք հաղթեք, ուրեմն ես ու Նարեկը պետքա ձեզ մինչև կյանքի վերջ ինչ որ տենց հատուցենք Ռոմանոսի սխալների համար։ Նախ միջանկյալ որոշման մասին խոսենք, երբ որ պետությունները միանում են ինչ որ կոնվենցիաների, պայմանագրերի, գիտեք, ոչ մի այդպիսի կոնվենցիայի եւ պայմանագրի հեղինակ չի կարող, ոնց ասեմ, կասկածել, որ պետությունը ինքնակամ եկել է խնդրում է միանալու, հետո խախտելու է։ Հա։ Մի քիչ Презумпция вменяемости։ այդ ձեր այն հարցի պատասխանը թե ինչա լինելու մեր հետ։ Այսինքն պետության հեղինակազրկման խնդիր կա։ Բայց արբիտրաժը ինչ է արել, իր կարգում գրել է, որ եթե մեր միջանկյալ որոշումը, ասենց մի քիչ այսպես խոսակցական լեզվով ասեմ, որ ժողովրդին էլ պարզ լինի։ Եթե մեր միջանկյալ որոշումը կհակասի կամ կխանգարի հանրային շահին, պետությունը իրավունք ունի դա չանել։ Այսինքն պատկերացրեք մի որոշում է կայացնում, չգիտեմ, հայցի ապահովում է կոչում դե բնականաբար կիրառում է ինչ-որ մի ոլորտի վրա, որը ամբողջ այսպես հանրությանը խնդիր է ստեղծել, ասում լավ այդ մեկը մի արա։ Հիմա մեր խելոքները ճակերտների մեջ բերել են այդ հանրային շահը դնում են, ասում են հիմա եթե մենք դա կատարենք, Ռոմանոս Պետրոսյանը հետ գնա իր տեղը, այսինքն այդ այսպես ստատուս քվոն պահպանվի այն ժամանակվա, դա հանրային շահի լուրջ խնդիր է ստեղծել։ Ուղղակի սուտ, այսինքն օգտվելով այդ կետից, հիմա հիմնավորվի այդ ուղղակի ասում։ Դե հենց այդ եմ ասում, բերում են ասում են այն ժամանակ աղետալի վիճակ էր, Ժորժ ջան, այդ աղետը որտեղ էր։ Խնդրում եմ բացատրեք, ինչ աղետի մասին։ Մի անգամ կառավարության նիստի ժամանակ լույսերը գնացին։ Կառավարության նիստի ժամանակ լույսերը գնալուց հետո ՊՊՑ-ն, ԱԱՑ-ն, ինչքան այդպես բառեր կա, չէ՞։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, ՏԿՆ-ը, մենք նաև պարզել ենք բոլորս միասին, որ դա եղել է բեցի պատճառով։ Այդ կխնդրեմ, էլի մի հատ այդ բեցը, Չէ, ներողություն ավարտեմ, բացի պարզ լինի։ Բեցը դա ՏԿՆ-ի կառավարման ներքո գտնվող ընկերություն է, որը պետական է։ Բեցի ենթակայաններից մեկում խնդիր եղել լույսանջատվել է։ Ես մի անգամ ասել եմ, վաղուց ա եղել կարող չի հիշեն, ոնց են չի ասում երկրի թիվ 1 շենք, երկրի թիվ 1 ինքնաթիռ,
Հիմա երկրի թիվ 1 շենքում գնացել է հոսանք, երկրի թիվ 1 իրադարձության ժամանակ։ Կառավարության նիստի։ Հայտարարվեց, սպառնալիքներ եւ այլ եւ այլ։ Հիմա ես դրսից ինչ որ արտասահմանց եմ նայում, ասում վերջ ինչ եղավ այդ հարցը։ Էդ ով անջատեց լույսը վարչապետի վրա կառավարության։ Ոչ մի արձագանք, այսինքն հեծը չէր, всё, այս թեման փակում։ Ստվածքը մնաց, ոնց որ հեծի պատճառով էր։ Այո, նույնը մոլը։ Հա։ Նույնը մոլը։ Ընթուփ Նարեկն ու Վազգենը մի անգամ հաղորդման ժամանակ ասացին, որ մենք հստակ ունենք տվյալ, որ այդ մոլում գտնվող խանութներից մեկի տիրոջը ասել են, որ այս ժամին լույսը գնալու է։ Ես չեմ ասում, որ չասեմ, սուբյեկտիվ։ Իմ ասած իմաստը դա է այդ նեգատիվը գեներացնելու խնդիրն է։ Դուք որ ասում եք հանրային կարծիքը, հանրային կարծիքը եթե լինի բնական, մենք սիրով աշխատել ենք շատ։ Հանրային կարծիքի հետ աշխատելը հաճելի զբաղմունք է, եթե դու լավ բան ես ուզում անես։ Կստացի այդ դիտարկում խորհուրդ էլի, եթե իրանք չեն գնում այդ թիվ 1 շենքում, թիվ 1 իրադարձության ժամանակ լույսի անջատմանը, դուք գնացեք, ասեք, հեն, բարձեցիք ով էր մեղավոր, ոնց որ իրանք բանարեցին, իրանք ուզածը քամեցին, հետ հնչեցրեցին որպես մեղավոր, ու հետո բան եղավ։ Այդպես բարբերաբար կարելի է հիշեցնել, հեն ինչ եղավ, ով էր մեղավոր։ Տեսեք, իրանք մի հատ այսպես բան են փոխել մեր բոլորի կյանքում, ու ոնց որ թե հաջողվել է։ Պատասխանատվության բացակայությունը։ Ով ինչ ուզում խոսում է։ Եվ ամենակարևորը, ով առաջինը խոսած ճիշտ է։ Նո, ամենաբարձր։ Ավելի բարձր։ Ну, այսպես եմ ասում, առաջինը ինչ հետևից 50-ի, 100-ի ճշմարտության բանն է։ չի լինում այդպես։ Ամեն դեպքում մենք շատ վաղուց ուզում ենք հասկանանք ինչա բեցը, մոտարապես հասկանում ենք բաշխիչն է, ինչ, այսինքն հեծը ինքը ունի էլեկտրոէներգիա, բայց չունի բաշխիչ ցանց, բայց որոդի այդ մալուխները էլի ձեր ոլորտում են, որ մալուխներն է կամ բաշխիչ ցանցերն է որ ձեր ու ինչի չի դա հեծի մեջ, գուցե ավելի էֆեկտիվ կլիներ որ բեցը հեծի մեջ, որ իրար հետ կոորդինացնեն այդ ամեն ինչը։ Տեսեք, բեցը արտադրող կայաններից դեպի մեզ տեղափոխող այսպես կազմակերպություն է։ Ունի 220 կիլովոտ ենթակայաններ, 110 կիլովոտ ենթակայաններ, եթե չեմ սխալվում 220-ից վերև չունենք։ Բեցը սեփականաշտորման ենթակա չի։ Բեցը չի կարող սեփականաշտորվել ըստ դրության։ Կառավարման կարող է։ Միջև այս իշխանության գալը կառավարման տրված էր ու բավականին նորմալ աշխատում էր։ Հետո եկավ իշխանությունը վերցրեց կառավարումից եւ 18 թվականին։ Եվ եթե չեմ սխալվում, անգամ քանի որ բերենկերությունը չի, եթե չեմ սխալվում, անգամ օգուտով էր սկսել աշխատել, այսպես ասած։ Եվ բնականաբար տեսանք այն ինչ որ տեսանք, բազմաթիվ տնօրեններ, արագ-արագ այսպես փոփոխություններ, այս վերջերս մի քանի միլիարդ յուրացումների մասին խոսք գնաց։ Այո, որը բնականաբար ոչ մեկ չի խոսում։ Այսինքն մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք բեցը դուք եք կառավարում, չէ՞, պետություն։ Այո։ Եկեք համեմատենք հեծն ու բեց։ Ասպեն չէ դուք բեցի հետ ինչ գործ ունեք, հələ եկեք ձեր մոտ խոսանք, այն եղած ինչ որ մի փոքր թերություններ մի 10, 20, 30 անգամ այսպես բարթացնենք եւ ձեր ձեռքից վերցնենք։ Հիմա բեցի պարագայում խնդիրները ակնհայտ են ու ես մի անգամ որ ասեցի, որ պետք է ինչ որ մի այսպես ձև մշակել եւ ամեն հոսանքազրկումից հետո համակարգով հասկանալ ում պատճառով է դա։ Որովհետեւ այսպեսի բան կա, չէ՞ ժողովրդի մեջ, հիմա ձեր մեջ էլ համոզված եմ, լույսերը գնաց հեծնա։ Դե հա, դրված։ Հիմա ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ օրինակ բեցի պատճառով է։ Ընդունենք, ասենք, ատոմակայանում կարող է խնդիր լինել եւ այդ ուղղությունը այդ բան ատոմակայանից է սնվում։ Օրինակ սեփական ենթակայաններում կարող է խնդիր լինել։ Հիմա մենք ունենք Հայաստանում սեփական ենթակայաններ, որոնց համար մենք պատասխանատվություն չենք կրում։ Այսինքն դա ինչ որ իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի սեփականություն։ Այնինքն բնակելի կոմպլեքսը ունի իր Այո, բայց Իրանն է, իր բալանսի տակ է։ Բացի դրանից հիմա ես ունեմ օրինակ վերցրել եմ ենթակայան եմ կառուցել, դուք իմ ընկերն եք, գալիս եք ասում եք ինձ այդտեղից հոսանք կտաս, ես թույլտվություն եմ տալիս, դուք ձևակերպում եք, այլևս հեծը ձեր համար պատասխանատու չի, այսպես ասած։ Այս ամբողջը չի բացատրվել։ Իսկ դա մեր գործը չի, դա պետության գործն է։ Եթե պետության, այսպես ասած, պետությունը չէ, լավ իշխանության։ Եթե իշխանությունը ազնիվ է, ամեն ինչ թող բացատրի։ Մոլի անջատումից հետո, չգիտեմ, ուր գնում ենք խնդիրներ, այսպիսի մի ավանդույթ կար նախկինում, որ երկրի ղեկավարը կամ վարչապետը
գալիս էր ասենք տարածք, ես աշխատել եմ մարզերում, էլի։ Անպայման հեծի ներկայացուցիչ լինում էր կամ իմ կամ տեղակալի մակարդակով։ Տնօրենի կամ տեղակալի մակարդակով։ Ինչի համար, որովհետև այդ երկրի ղեկավարը պատտվում է գնում է ինչ-որ գյուղ եւ այլ, այդ ժամանակ կողք կլինի, որ ինչ-որ խնդիր լինի, հանձնարարական լինի, չգիտեմ, վերջնաշոր լավ գոնե պարզաբանում լինի։ Հիմա դա չի կիրառվում, ինչի համար չգիտեմ։ Այսինքն, այս ամբողջը համադրելով գալիս ենք նրան, որ այն ձեր առաջի հարցի պատասխանին չի եղել որևիցե ձևով։ Դա քաղաքական է միանշանակ, 100%-անոց քաղաքական է, դա կապված է Սամվել Կարապետյանի դիրքորոշման հետ։ Դե տեսեք, էդ էլ էլի փորձենք հասկանալ, այսինքն եթե չլներ այդ հայտարարությունը, եթե չլներ այդ դրվագը, վիդեոն, որտեղ ասում է մեր ձևով կպաշտպանենք, ինչ կլներ, ինչ այսօր չեր լինի շարժումը, չեր լինի, sense կշարունակվեր, ոնց որ գնում էր, դա գուցե ուզեմ դրականը տեսնեմ կամ չգիտեմ, գուցե կամ եթե տենց զագվռների հետևից գնանք, գուցե ամեն դեպքում Սամվել Կարապետյանը պատրաստվում էր ավելի ակտիվ մասնակցել Հայաստանի հասարակական կյանքում ու դա ուղղակի տենց առիթ էր մտնելու թե ինքը հավակնություն չուներ տենց ակտիվանալու ու տենց դա ուղղակի խթան հանդիսացավ, որ Հեծը վերցնելը։ Չէ, հա, նաև հեծրացնելը, ձերբակալելը, այդ սա գործընթաց է։ Խթան հանդիսացավ Սամվել Կարապետյանի համար, այն գիտեք ինչ, յուրաքանչյուր ազգ ունի կարմիր գծեր։ Կարող շատ մարդիկ կան, որ չգիտեն ինչա նշանակում կարմիր գծեր կամ չունեն կարմիր գծեր, բայց յուրաքանչյուր նորմալ մարդ ունի կարմիր գծեր, այդ թվում նաև ազգը, պետությունը։ Մեզ համար Արցախն էր կարմիր գիծ, մեզ համար եկեղեցին է կարմիր գիծ։ Սամվել Կարապետյանը այստեղ գովազդելու խնդիր կարծում եմ չկա, ով տեսել է եւ այսպես հավատում է, ով չի հավատում Աստված իր հետ։ Այստեղ ամենամեծ խնդիրը այն մարդիկ են, ովքեր շատ լավ գիտեն, բայց ստում են։ Այդ էլ Աստված իրանց հետ, թող իրենք այսպես իրանց խղճի առաջ պատասխան տան եւ Աստծո առաջ։ Սամվել Կարապետյանի համար ամենամեծ խթանը եկեղեցու հետ կապված իրադարձություններն են։ Այսպես շատ չցուցադրվող եւ չգովազդվող դուք չեք պատկերացնում ինչպես է ինքը նվիրված եւ այսպես եկեղեցու կողքին եղել։ Շատ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, անձամբ հետևելով եւ շինարարություններին եւ չխնայելով որևիցե գումարներ կոնկրետ եկեղեցու համար։ Եվ այդ խթանը իր համար եղավ այդ եկեղեցու հետ կապված այդ հարցակումները, որ արդեն վերջ, սա արդեն վերջն է։ Եվ այդ բարագայում եկեք հակառակ կողմից գանք։ Հիմա պատկերացեք Սամվել Կարապետյանը ոչ մի բան չէր հայտարարել։ Նույն փոքրիկ խմբակը կլինի, չգիտեմ, այդ եւ ժողովրդի որոշակի մաս պետք է ասեն, բա ուրա, բա չի մտածում պետության մասին, համոզված եմ։ Այսինքն այսքան բան են անում, բա ուրա Սամվել Կարապետյանը։ Բախի չի գալի վերցնի, այսպես երկիրը մի հատ ոդկի կանգնացնի, հանձնի մի հատ նորմալ իշխանության գնա, օրինակ, որպես տարբերակ։ Հիմա մարդը ասել է, պաշտպանելու եմ, այսինքն մեր ձևով մասնակցելու ենք, թե ես չգիտեմ, ես ինքս իրավաբանական կրթություն ունեմ, մենք տես բան չենք անցել ամենայն դեպս, ոչ մի դասախոս մեզ չի ասել, որ այդտեղ հանցակազմ կարող է լինել։ Չէ, եթե Սամվել Կարապետյանը լիներ մի երկու անգամ այսպես հերո իրենց ազատազրկված մարդ տարբեր հոդվածներով, ասել իր Սամա Բեն Լադենն է ասում, principi իր ձևը գիտենք որն է, հա, կոնտեքստի մեջ է։ Բանը Ամստերդամը հայտարարել է, որ գրոհելու է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն աթակ բառի մասին է խոսքը, ես ասի որ եթե մոջահեդ լիներ, ասեր գրոհելու եմ, կհասկանայինք ինչ ձև է գրոհելու, բայց Սամվել Կարապետյանի Կարապայում ֆուտբոլիստն է հայտարարում, դա մի քիչ ուրիշ կոնտեքստ է։ Այո, այսինքն դեռ անձը պետք է հաշվի առնենք։ Հիմա եղել է հայտարարություն, ես գիտեք համոզված եմ անձամբ ճանաչելով պարոն Կարապետյանին, համոզված եմ, որ չուզենալով, ոչ թե չուզենալով պետության համար լավ լինի, չուզենալով մասնակցել ես ամեն ինչի։ Ես ինչ ուզում ասեմ, որոշակի մասսա, որ ձեր չի տալ իրան հավատա դա։ Բայց համոզված եղեք, լավ, եկեք մի պատճառ ասեք, որ պետության բյուջեի չափ փող ունեցող մարդը ուզում է այդ պետությունը կառավարի։ Մի պատճառ։ Ստիպել են Ռուսաստանից։ Իսկ ինչի չէին Ռուսաստանից շուտ ստիպում։ Դա զբաղված էին։ Լավ, ներողություն, ուրիշ բան ասեմ։ Իսկ Ռուսաստանից ինչի չէին արգելում
Հայաստանում այդքան ներդրումներ կատարել։ Այսինքն նույն իշխանության տարածած նարատիվն է, то есть ինչ ասում ենք ժողովուրդ ջան, դուք էս լսեք, դուք էլ ձեզ ավել մի թույլ տվեք մտածել, էլի մի տրամաբանեք, մի մտածեք, մեր ասածը լսեք, շարժվեք առաջ։ Բազմաթիվ գործոններ կա։ Սամվել Կարապետյանը միգուցե Ռուսաստանում գումար է աշխատել։ Միգուցե շատ լավ հարաբերություններ ունի շատ շատերի հետ։ Բայց հավատացած եղեք, եթե ի սկզբանե խոսենք ընդունենք 18-ից հետո կամ դրանից առաջ էլ Ռուսաստանը բազմաթիվ ես կարող եմ ձեզ գործողություններ ասել նույն այդ տարբերակով ինչու չի արգելել օրինակ սա կատարելու կամ ինչու չի ստիպել սա անելու։ Մենք բոլորս լավ գիտենք, չէ՞ որ քանի տարի արդեն Ռուսաստանի դեմ այսպես մեր իշխանությունը Սևամպեր է։ Ну չէ, շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, անգամ շատ դեպքերով վիրավորական, անձանց եւ այլն, բարձր իշխանությունից սկսած։ Լավ էս 4-5 տարին գոնե պատերազմից հետո։ Ինչ չէր Սամվել Կարապետյանը ինչ որ բան անում։ Եթե ստիպելով էր, կարծում եմ, որ հենց այն ժամանակ դիստիպեն, ինչ փոխվեց։ Մի հատ այս լոգիկան հակադրելով մի հատ էլ հարց տամ, էլի, իսկ ո՞րն է հետագա պլանը, որովհետև եթե այդքան զուտ ներդրումներ է հեծը պահանջում, այն որ օքեյ մնա, այն որ ուղղակի տենց թաղամասերով չանջատվի դիսը։ Հիմա պետությունը իր վրա է վերցնում այդ բեռը կամ արտապատվիրակում է ինչ որ երրորդ անձի, որը էլի տենց շարունակում է բեռ մնալ, էլի։ Ոնց որ այս հարցը մի հատ ավելորդ գլխացավ, չէ՞, չի որն է լոգիկան էլի այս գործը։ Ասենք վերցրեց, այդ բյուջեում հիմա աննես չէ, այտենց ամեն ինչ իդեալական է, մի հատ էլ ասացիք 147 միլիոն դոլար մենք չունենք։ Եվս չէ, ես 147 ասել եմ, որ կարող պետք է ներդրվեր, չի ներդրվել։ Հա, դե հիմա որ տես գնաց է, կարող 140 էլ պետք է որ օքեյ։ Ես կարող եմ ձեզ թիվ հնչեցնել շատ վախենալու, շատ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ամբողջ էներգո համակարգը, որպեսզի լինի 100%-անոց անխափան եւ այսպես բան կա Մոսկվայում օրինակ գործում է այդ ցեպոչտի բանը։ Ոչ միտեղ երբեք հոսանքազրկում չի լինում, որտեղ ամեն տեղից ամենտեղ բան կա տված։ Մոտավորապես 10 միլիարդ դոլարի մասին ենք խոսում։ Որը մենք չունենք։ Դե բնականաբար, այսինքն հիմա ես ձեր հարցին պատասխանելով ասեմ, երկու խնդիր է լուծվել։ Նախ առաջինը շատ կարճ են մտածել, կրկնվում եմ երևի մի քանի անգամ, բայց ձեր հարցին նաև պատասխանեմ, որ հեսա դե կճնշենք, հեծը կվերցնենք կամ փորձ կանենք վերցնելու Սամվել Կարապետյանը գա բանակցությունների, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Հա, ու կարիք չի նաև, հա, բերեք հիշենք Սամվել Կարապետյանի խոսքը, որը եւս մանիպուլացվեց, որ թքած ունեմ իրանց վրա էլ, հեծի վրա էլ։ Իրանք անդադ բերում էին նա, որ Սամվել Կարապետյանը թքած ունի 6000 թվար աշխատողի վրա եւ այլն։ Այսինքն իրականում ցույց տվեց, որ ես թքած ունեմ հեծի վրա որպես գույք, որպես ունեցվածք։ Այդ չաշխատեց, բնականաբար դե սկսել են պետք ավարտին հասցնեն, վերցրել են մեծ ռեսուրս կա, որը երբևէ Սամվել Կարապետյանի կողմից չի օգտագործվել, մարդկային ռեսուրսի մասին է խոսքը, ընտրական գործընթացներում։ Իրանց համար հիմա արդեն տեսնում եք ինչ է կատարվում։ Բոլոր տնօրենները հաշվայից գոնե այս անգամ մենք չէինք, այսպես ասած, պատասխանատուն, թող իրենք պատասխանեն, Էջմիածնի մասին է եղել խոսքը։ Թող իրենք բնականաբար ոչ մի բան չեն պատասխանել, ինչ պետք է պատասխանեն։ Այն մուրճ իրանց ձեռքը, մեխը իրանց ձեռքը, չգիտեմ, ամեն ինչ իրանց ձեռքը։ Եվ այդ ռեսուրսը օգտագործելու խնդիր կար, բացի դրանից շատ կարճ են մտածում։ Օրինակ, եթե 21 թվականի կառավարության ծրագիրը նայում եք, չէ՞, ես խիստ կասկածում եմ, որ իրենք չգիտեին 21-ից հետո ինչ է լինելու։ Խիստ կասկածում։ Հիմա 21 թվականի կառավարության ծրագրում, եթե չեմ սխալվում, մենք դեռևս Արցախի այսպես օգտագործության երաշխավորն ենք եւ Արցախը պետքա մնա, ինչքան որ կա գոնե, չեմ ասում վերադարձ եւ այլն։ Այսինքն հիմա նույն բանն է։ Վերցրեցինք, հեսա կարողա ինչ-որ, չգիտեմ, մեր այսպես ասած գեներացրած լավ աշխատանքի արդյունքով առանց ինքնագովեստի եմ ասում, որոշակի գեներացած, որ մենք ասում ենք իջացրեք սակագինը, մի քիչ իրենք վերցնեն ըստ իմ ինֆորմացիայի, ուզում են փետրվարի 1-ից իջեցնեն իրենց համար նախընտրական որպես հետոն չի հետաքրքիր։ Հավատացած եղեք։ Հիմա այդ ամբողջ այս տարիների ընթացքը որն է, դուք կպատկերացնեք, արվեց հայտարարություն, արվեց ինչ որ մի գործընթաց սկսվեց։ Հետո այդ գործընթացը 170 աշճան կփոխվի, կապ չունի արդեն։
Կարևորը դա սկսելն է, ինչ որ PR անելն է, հետո ինչ կլինի, Աստված գիտի։ Մի հատ ինձ խնդրում վատագույն սցենարը նկարագրեք, որովհետև ինչքան հասկանում եմ, այնտեղ նաև կողքից ներդրումներ էին գնում, նաև սեփական հնարավորությունից էր Սամվել Կարապետյան ինչ որ հարցերում ներդրումներ անում ու վերջին զրույցներից մեկի ժամանակ Նարեկ Կարապետյանն էլ ասաց, որ քանի որ վերցել են այնտեղ նախատեսվում էր այս տարի թե մյուս տարի մի 5-6 միլիարդ պետքա գնար բյուջե, դա ավտոմատ չի գնում, այսինքն իրանք կծել են մի բան, որը չեն կարող էլի կարծես մարսել, ինքը շատ ծախսատար, մեծ ու դժվար կառավարելի բան է։ Եթե դա կոլապսի ենթարկվի, եթե տնան որ չեն ձգում, դա երբ է երևալու ու ինչ տեսքով։ Հաշվի առնելով, որ չեմ ուզում նմանվեմ որոշ մարդկանց, այսպես ուղղակի մերկապարանոց հայտարարություններ անել, ես կասեմ իմ կարծիքը, բայց ոչ թե այն նույն ձևով, իմ կարծիքը դնեմ հետևից ինչ Օդից կախված լուրերին համար։ ասեմ ձեզ 3 ամսվա ընթացքում բանակցություններ պետք է ավարտվի Սամվել Կարապետյանի հետ, նախ այդտեղ էլ աբսուրդ կա։ Այս նոյեմբերի 18-ից հետո։ Այդպես է կարգը, ինչ որ հիմար անիմաստ հոդվածով, որը չկա, իրավաբանություն գոյություն չունի, գտնում ազատ-ազատական վարում ու իր հետ բանակցություններ վարեն։ Այդ ձևաչափն էլ չեմ պատկերացնում, այսինքն գնալու են իր մոտ բանակցություններ վարելու, թե տնօրենների խորհրդի նախագահի հետ։ Մի խոսքով շատ անհասկանալի, անբնական վիճակ է։ 3 ամսվա ընթացքում համաձայնության չգալու դեպքում գերակա շահի մասին օրենքով պետությունը ունենալով այսպես առաջնահերթության իրավունք ձեռք է բերելու հեծը։ Ինչ է նշանակում գերական շահի մասին օրենքը։ Միջազգային անկախ գնահատողը գնահատում է հեծը։ Բնականաբար գնահատում է այն ժամանակվա հեծը, ոչ թե հիմիկվա։ Այսինքն չի կարող էլի հիմա իրանք վերցնեն 3 ամսում ամեն ինչ փչացնեն, գնահատողը գա ասի 10 անգամ քիչ եմ գնահատում այն ժամանակվա։ Լիցենզիայով ամեն ինչը, իրենք հույս ունեն, որ լիցենզիայից վերցրել են այս ակտիվ առանց լիցենզիա լինելու, սխալվում են։ Այդ այն ժամանակվանով պետք է լինի, որ ժամանակ վերցրել են կառավարման։ Գումարած 15%։ Դա էլ այդ գերակա շահի համար ինչի է արվում, որ ավելի շատ հաշվի առնելով, որ մարդու ձեռքից վերցնում են ոչ իր կամքով, այսպես գումարած 15%։ Հիմա այդ գումարը շատ մեծ գումար է անում։ Իրենք ասում են, որ եթե պետությունը չկարողանա, այս վերջերս նոր սկսել են ընդունել, որ չի կարողանալու պետությունը, բարբերակ չկա։ Այդքան մեծ գումար չի կարողանալու վճարի։ Այսինքն, այն որ ինքը Սամվել Կարապետյանին վճարելու է, դա փաստ է։ Մեր ժողովրդին սկզբից խաբեցին ազգայնացումով։ Դե գիտենք, ազգայնացում ի՞նչ է նշանակում։ Գուլակի Առանց ոչ մի բան տալու վերցնել ձեռքից ասած տեսություն։ Փառք Աստծո, որ գոնե այդ օրենքը չեն մտցրել։ Այսքան բազմաթիվ փոփոխություններից հետո չունենք ազգայնացման մասին օրենք, իմ ջան շատ լավ է։ Այդտեղ բան կար, ստատիստիկա կար այն պետություններում, որտեղ կա ազգայնացման մասին օրենք, վատ է ներդրումների վիճակ, այո։ Հիմա սկզբից գնում էր ազգայնացում, մարդիկ ծափ էին տալի, ուրախանում էին, հա, հեսա կվերցնեն, հեսա սենց, հեսանց, բայց գիտակից մարդիկ հասկանում են, լավ, ասենք թե ազգայնացվեցել։ Պետությունը որ ոլորտն է նորմալ կառավարել կամ այսօր նորմալ, խնդրում եմ ինձ ասեք, որտեղ է նորմալ կառավարել, որ մենք այսօրվա իշխանությանը համարենք լավ կառավարիչ, ասենք արի ես էլ կառավարի։ Սա է խնդիրը։ Հետո վերջին հաշվով ամբողջ աշխարհում այդ մասնավորեցման, եկեք պրոսովետական երկրների մասին խոսանք, այդ մասնավորեցման ամբողջ իմաստը ո՞րն էր, չէ՞, որովհետև պետությունը լավ կառավարիչ չէր։ Պետությունը բիզնեսի կառավարիչ չի, այո, արևելյան երկրներում պետությունը շատ լավ կառավարիչ է համել։ Հա, հիմա ասենք օրինակ, չգիտեմ, այն շատ մեծ կազմակերպությունները, նույն Արաբական Միացյալ Էմիրությունները պետական են։ Ընդհանուր այդ հեռախոսի օպերատորները մյուս մեզ մոտ հաշվի առնելով, որ լավ կառավարիչ չի, դրա համար գնում է մասնավորեցում, բնականաբար հսկողությամբ։ Եվ այստեղ մի շատ կարևոր խնդիր կա նաև, որ փաստորեն, այսպես կարճ եթե ձևակերպենք, Սամվել Կարապետյանը խափնվել է։ Խափնվել է այն առումով, որ վստահել է պետությանը, այսինքն ունի մենեջմենտ, մենք ենք, հա, ընկերության մենեջմենտ ենք։ Ընկերության մենեջմենտը բերում, ասում է, գիտես ինչ, այստեղ էս արեցինք։ Իր ստուգման մեխանիզմ, երկու մեխանիզմ կա դա՝ աուդիտ եւ պետական այն մարմինների այսպես տված եզրակացությունները, որոնք պատասխանատու են այդ ոլորտի համար։ Հիմա աուդիտը միջազգային տվել է, որ նորմալ է ամեն ինչ, որոշակի փոքրիկ թերություններով երբեք չեմ ժխտել, որ կան թերություններ, չեն էլ կարող չլինել, որովհետեւ պարագայում։ Եվ
կառավարություն, մաքսային կոմիտե, պետեկամուտների կոմիտե, հարկերի գծով եւ հանձնաժողով։ Հիմա այս բոլոր պետական մարմինները չեն տվել մի այնպիսի եզրակացություն միջև այս 25 թվականը միջև 24-ը ներառալ ամեն ինչ նորմալ է եղել։ Չեն տվել մի այնպիսի եզրակացություն, որտեղ Սամվել Կարապետյանը կարա գա մեզ ասի գիտեք ինչ, sense բան են ասում, ես ինչ է կատարում այստեղ։ Պատկերացիք, այսինքն ոչ թե խապտվել է, սխալ ասեցի մի քիչ, այլ սխալվել է, որ վստահել է պետությանը, իշխանությանը։ Ընդհանրապես Նայենք առաջ, հիմա եղել է այդ ամեն ինչը արդյունքում ձևավորել է շարժում, հիմա կա մեր ձևով։ Ինչ փուլում է մեր ձևով, դուք ինչքանով եք ներգրաված շարժման, տենց կոորդինացման եւ այլն եւ ինչքան գիտեմ ինչ որ պահի պետք է երևի դառնա կուսակցություն, որ կարողանա մասնակցի ընտրությունների։ Այդ ինչ փուլում է։ կուսակցության ստեղծման գործընթացը շատ ակտիվ փուլում է, այս բանը թույլ տվեք շատ փակագծեր այդ առումով չբացել։ Մեր ձևով շարժումը 14000 արդեն մասնակից ունենալով իմջալոց այդտեղ օրինակ իմ ընտանիքի անդամները չկա, հիմա կասեն ինչի չկա։ Ինչի չկան։ Շատ այսպես դատարկ մարդիկ կարող են անգամ ասել անգամ իր ընտանիքի անդամները չեն ուզում գնալ, անգամ իր ընտանիքի չգիտեմ, մասին չի խոսքը։ Բայց մեզ ավելի շատ այստեղ հետաքրքրել է, որ այսպես ընդհանրապես կապ չունեցող որևիցե ձեով ոչ աշխատակից, այսպես ասած Սամվել Կարապետյանի, ոչ բարեկամներ, ոչ մեր շրջապատ բարեկամներ։ Որևէ անուղակի, ուղակի ճնշում։ Այո, շատ բնական, անծանոթ մարդկանց այսպես գործընթաց է։ Բայց դες մեղադրում են, որ ցույցերին հեծի աշխատողներն են գալիս։ Դե գիտեք ինչ, այդպես մի անգամ մեղադրանք եղավ, անգամ սպառնալիք եղավ, դատվելու եք, քրեական գործեր կան, եղան, համոզված եմ, որ մի ես այդ ժամանակ ժամանակավոր պաշտոնակատան էի, գլխավոր տնօրենի, բնականաբար առաջի ստիպողը ես պետքա լինեի, չի կարող, անգամ, այսպես ասեմ, այդ AI-ով էլ չի կարող սարքաստ լինել, որ ես մեկին ասեմ, արի գնանք կամ խնդրեմ անգամ։ Չկա այդպիսի բան, դա այդ մանիպուլյացիաների շարքից է։ Այդ նույն իմաստացների շարքից է։ Հայտարարվում անընդհատ, հետագա ոչ մի բան չկա։ Ոչ մի ապացույց, ոչ մի բան։ Հիմա կուսակցության առումով մենք ինչ ենք, այսպես հաշվի առնելով ձեր ծրագրի ֆորմատը, ասենց ազատ զրույցի եւ այլ, մեր ժողովուրդը միշտ ինչ ասել, չէ, որ այս չլինի, այն չլինի, այն չլինի, մի հատ մարդ լինի, կուշտ լինի, չգիտեմ, Տեսած։ տեսած լինի, փորձով լինի, չգիտեմ եւ այլ։ Հիմա այդ մարդը կա։ Այսինքն այն ինչ որ մեր ազգաբնակությունը տարբեր տեղեր, չգիտեմ, բեսեդկաներում, տներում, միջոցառում, գիտեք, ամենակաղաքականացված ազգն ենք դարել, չէ՞, որտեղ 2-3 հոգի հավաքվեցին միանշանակ քաղաքականությունից։ Ուզում հասկանամ, այստեղ որն է խնդիրը։ Չեն կարողանում պայքարել Սամվել Կարապետյանի դեմ այս իմաստները հաշվի առնելով։ Եթե մարդ կարող է լինել աշխարհի ամենադրախտային վայրում իր հաճույքներով, իր վայելքներով, բայց այսօր գտնվում է ԱԾՄ մեկուսարանում եւ չի գնում բանակցությունների որևիցե կերպես իշխանության հետ։ Այստեղ այլ բան մտածելը կներեք կամ անգրագիտության կամ սուբյեկտիվ վերաբերմունք։ Չի լինում այդպես։ Սերգեյ ջան, եթե անկեղծ եմ ասում, էլի, ոչ թե ես այդ ուժից եմ, այդ մարդու աշխատողն եմ եղել եւ այլ, այլ տարբերակ չի լինում, այսինքն մարդ նորից կրկնում եմ պետության բյուջեի չափ փող ունի, այդ մարդը գալու է այդ բյուջեին նայի, հակառակը չէ, իմջոց մի քանի օր առաջվա հայտարարությունը տեսակ Սամվել Կարապետյանի, որ չի լինելու այլևս այսպես դեղորայքի կամ բժշկության համար գումար չունեցող ծնող եւ այլն, եւ դա ասես դա իմ պատվի հարցն է։ Այդ բանի պատմությունը գիտեք, չեմ ուզում շատ չափանցնեմ, այսպես չասեն գովեստը գնաց եսի մոր, այդ բանի պատմությունը գիտեք խեղտվողի։ Որ ասում Աստված ջան, խնդրում եմ փրկի, լոդկայով գալիս են, ասում են արի տանենք, ասպա դու գնա, Աստվածից փրկելու է։ Ուզում հասկանամ, ինչ ենք ուզում մենք։ Բացարձակ մի պահ պատկերացրեք Ղազինյան Դավիթը չի աշխատում այդտեղ ոչ մի բան չունի, ես համոզված եմ նույն կերպ էի մտածելու։ Մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որպեսզի ով լինի, ինչ ձևի մարդ, ես ձեզ ասեցի, չէ՞, միշտ ոչ մեկի հետ ոչ մի անգամ աշխատած չլինի, բոլորը նախքին ներկա։ Ես ձեզ ասեմ, նախ 30 տարեկանից բարձր, դաժե մի քիչ ավելի ներքև, հա, ասենք փոքր պետություն ենք,
իրենից ինչ որ բան ներկայացնող մարդ կա, որ երբևիցե որևիցե մեկի հետ չի շփվել կամ որևիցե տեղ չի եղել։ Դե այդ էլ է այդ նույն այսպես մարդկանց մեջ մցված կարծիքը, էլի, որ Այս մա խնդիրը դրանում չի, որ այդ ինչ-որ անտրամաբանական տենց պայքար է գնում, այլ խնդիրը դրանում է, որ դրանց պետքա տենց համարժեք հակազդել, էլի, որ այս միտքը տարածում է, ինքը նախկինների հետ է կամ Ռուսաստան, դրան էլ այդ հակազդող ինչ որ աշխատանքը հանրային կարծիքի հետ պետք է։ Ես ձեզ ասեմ, բազմաթիվ անգամ եղել են այսպես զրույցներ մարդկանց հետ, երբ որ դիմացինը սկսում է, ասենք մոտավորապես գիտեք ոնց են, որ Նիկոլին տարել էին, հիշում եք այդպիսի պատմություններ կար, պատվալում երեխեքին պահել էին, զենքը դրել էին գլխին, ասել էին ստորագրի, կներեք, այդ տրամաբանության մեջ դու չես կարող մարդու հետ խոսել։ Հիմա երբ որ մարդիկ կամ իշխանության մեջ ընդհանրապես չունեն կարմիր գծեր, իրենց հետ տրամաբանական լուրջ զրույց չի ստացվում։ Հասկանում եք, այսինքն պայմանավորվում ենք, օրինակ, առանց անձնական ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ տալիս ու համարում եմ դա ոչ նորմալ։ Եթե մարդ սխալ բան է ասում, օրինակի համար, դու գիտես, որ ինքը դա դիտավորյալ է ասում, դու կարող ես ասել մանիպուլյացիա, մյուս, բայց իրենք այդ անձնական դաշտ մտնելուց սկսած միջև իրենց մի ժամ առաջվա ասածը տարբեր ձևերով հերքելուց ո՞նց խոսես։ Իրենք այս ամբողջը բերեմցրել են դաշտ, որի արդյունքում adekvat նորմալ մարդկանց համար շատ դժվար է դառնում բացատրելը դա։ Պատկերացրեք, որ ճիշտ է, չի ստացվում, բայց փորձում են Սամվել Կարապետյանից շատ ծիծաղելի է։ Սարքել, չգիտեմ, իրենց լեզվով ասած թալանչի կամ բան ունեն, չէ, նոր խոսք են ինչ-որ մցել, ռսաստրուկ։ Մի քանի անգամ ասել եմ, ուժեղ ճիշտ ղեկավարը չպետք է լինի ռուսամետ, արևմտամետ, այլամետ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է իմ կարծիքով։ Պետք է լինի հայամետ։ Ներողություն եմ խնդրում եւ օքեյ է լինել ինչ-որ բան, եթե դա հավընկնում է մեր շահերի հետ։ Այդ եմ ուզում ասեմ։ Այդ պահին, եթե մեր շահը համընկնում է Ռուսաստանի հետ, բնականաբար ղեկավարը պետք է լինի այդքանով, եթե դա համարվում է ռուսամետ, ուրեմն ռուսամետ, արևմուտքի հետ, ուրեմն արևմտամետ։ Բայց ոչ թուրքամետ կամ ադրբեջանամետ։ Այստեղ մեզ սա են քարոզում։ Տարածաշրջանում երկու խաղացող ունենք, ավել չունենք, ժողովուրդ ջան, սուտ է, Ամերիկա, չգիտեմ, Եվրոպա, իրանք ներկայացված են Թուրքիայով։ Հիմա դուք գնացեք ընտրեք։ Ինչ եք ուզում։ Ես այստեղ ոչ Ռուսաստան իրենց սխալներն էլ գիտեմ, իրենց խնդիրներն էլ գիտեմ, ինչքան ուզում էր իշխանությունը իրեն վատ բերել, իրենք իրավունք չունեին այդ այսպես մեր նկատմամբ որոշ դեպքերում վերաբերվելու այդպես, բայց ներկայացված են Թուրքիայով, Թուրքիան է այստեղ այսպես ասած սմատրեշին։ Ինչ ենք անում։ Չունենք երրորդ, այսպես այլ ընտրանք չունենք։ Մի հատ էլ sense վերջի հարցը էլի, այդ արբիտրաժային կառույցն էլ է եվրոպական, միջազգային, ոնց որ համ մի կողմից Եվրոպային կարևոր տեղ ենք փորձում տալ, ձգտում ենք դեպի Իրան, ուզում ենք համագործակցել, մյուս կողմից էլի այդ խողովակներով եկած որոշումը տենց արհամարում ենք։ Փորձել եք Եվրոպացիների վրա ազդել եւ ինչա գալիս ընդեղից լսում են, չեն լսում, ոնց են էլի, որտեղ մի քիչ տենց ջայլամական քաղաքականություն է էլի ստացվում։ Համաձայն եմ, դա կոչվում է եվրոպական երկակի ստանդարտներ։ Դու զգացել եք, բախվել եք այդ երկակի ստանդարտներին։ Այս գործի շրջանակներում բնականաբար։ Չեմ կարող թիմի կամ շարժման անունից այդպիսի բան հայտարարել, իմ անձնական կարծիքով այո։ Որտեղ ինձ թվում է վերցնեիք այդ արբիտրաժ որոշումը, նույն ԵՄ գրասենյակում առնվազն հանդիպում ունենա, ասեք նայեք, ժողովուրդ ջան, մի հատ ցած օրինակ բերեմ, այդ բաներին մասնակցել եմ, ընդդիմադիր ես մի քանի տարվա շարժումներին բոլոր, հիշում եմ, որ Վրաստանում այսպես ձեռքերից ուղակի բռնած տանում էին, ասենք, ցույցերի մասնակիցներին, տանում էին ոստիկանական մեքենա, մեր մոտ տենց հիշում եք, թե վերը կիսաջարդելով, չգիտեմ, եւ այլ ընդཐུպ եւ ԵՄ-ն ինչ որ հայտարարություն էր անում։ Մեզ ասում էր կողմերին կոչ եմ անում եւ այլ կողմերին։ Վրաստանին ասում էր դուք բռնապետական ռեժիմ եք դառնում, դուք էս եք դնում։ Հեսա վիզայից զրկելու ենք ձեզ։ Այո, դրանք երկակի ստանդարտներ են։ Այս պահին պետք է Եվրոպային արևմուտքին ինչ որ բան թքած ունենան քոմոդ ժողովրդավարության մակարդակի վրա, չգիտեմ,
ասենք լավ, ձեր կարծիքով իրենք չեն հասկանում, այստեղ ձեր կարծիքով իրենք պատկերացնում են, որ Սրբազանները, Սամվել Կարապետյանը իրական հանցագործներ են ու նստած են։ Այսինքն կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է ծայրահեղ դեպքում։ Եթե հիշում եք, առաջ ինչ կար, չէ՞, առաջ կար կալանք, գրավ երաշխավորություն։ Հիմա մտել է դրա հետևից այդ վարչական հսկողություն, տնային կալանք, այսինքն մաքսիմում ամեն ինչ արվում է, որ ազատազրկման տեսքով կալանքը քիչ լինի, որովհետև ինքը արդեն պատժամիջոց է համարվում։ Մարդը նստում է, միջև նախաքննության ավարտը, միջև դատարանի վճիռը մարդը նստում է, որը պետք է մաքսիմալ քչացնել, որովհետև յուրաքանչյուր դատավճիռ կարող է անկանխատեսելի լինել։ Մարդը կարող է մի տարի, 2 տարի գնա նստի, վերջում արդարացվի։ Այս պարագայում յուրաքանչյուր դեպքում, եթե ստատիստիկան նայում եք նամանավանդ քաղաքական դեպքերով, կալանք է։ Բնականաբար 1-2 այսպես դատավորներով, որոնք բոլորին հայտնի են։ Այս էլ եվրոպական ստանդարտների մասին։ Իհարկե չժխտելով, որ շատ լավ բաներ կան։ Միջազգայից իրանց երկրներում դա չեն անում։ Իրենք երկակի է կոչում։ Այո, իրանց մոտ այսպես շատ լուրջ արդարադատություն կա, իրանց մոտ ազատ խոսքի իրավունք կա։ Ես չեմ խոսում այն, գիտեք, այն վատ ազատ խոսքը պետք է մարդ ճիշտ հասկանա ինչի մասին է խոսքը։ Չեմ ասում իրանց ասած ազատ խոսքի կամ իրանց կիրառած։ Ու իմ վերջին հարցը։ Դուք արևային պանել ունեք։ Ոչ։ Okay։ Ինձ հետաքրքիր հեծի գավառ արևային պանել ունի, թե չէ, որտեղ տենց ոչ իմ Հետաքրքիր կլինի։ Ճիշտ ասած, ես սպասում եմ ասեք այո, ուզում եմ ասել նարեկին դրում կդնես։ Ես ասում արևային պանելների հետ կապված մի բան ասեմ, այդտեղ էլ են ստում, որովհետև արևային էներգիան շատ է հիմա արտադրվում։ Ընդհանրապես, երբ որ դու պահանջարկ առաջարկ այդ համակարգը խախտվում է, կարող է առաջանալ շատ լուրջ խնդրեմ։ Հիմա շատ դեպքերում մեր առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը։ Հա, մանավանդ ցերեկային։ Այսինքն ցերեկվա ժամերին այնքան արև է արտադրվում գումարած արտադրող կայանները, որ ստիպված հնարավոր է անջատեն էժան արտադրող կայան, որովհետև արևային պանելը չեն կարող անջատել։ Կուտակում ոչ մի։ Կուտակային չունենք դեռևս։ Այդպես այդ ակումուլյացիոն այդ համակարգերը չկա։ Այստեղ են խափ։ Այդ միջազգայից ասեմ հանձնաժողովում էլ այդ քննարկումներ, ես չեմ սիրում անձնական զրույցներ, չեմ ընդունում, երբ որ մարդիկ անձնական զրույցներ են բացում, բայց քննարկումների մակարդակով եղել է այդ խնդիրը։ Հիշում եք Իսպանիայում խնդիր առաջացավ ամբողջ համակարգը։ Նույն խնդիրն էր։ Այսինքն առաջարկը պահանջարկին ավելի շատ էր, իսկ այդ երբ որ դու կուտակելու տեղ չունես ու առաջարկ ունես, ինքը չի կարող խնդիր չառաջացնել։ Այս էլ ձեզ արևային պանելների հետ կապ է։ Այսքան է։ Շնորհակալություն ժամանակի համար։ Դավիթ Ղազինյանն էր մեր հյուրը, իսկ դուք հաջորդ շաբաթ եւս միացեք, բաժանորդագրվեք ալիքին, մենք կհանդիպենք։